առ այսօր պաշտպանական կողմին եւ պատվարժան դատարանին հանրային մեղադրողներին որևիցե տվյալ հայտնի չէ, որ Վագն Չախալյանը գտնվելով քրեակատարողական հիմնարկում դրսևորել է ոչ պաշար վարքագիծ։ Միտում է ունեցել ինչ-որ նոր հանցագործություն կատարելու։ 8 ամիս պատվարժան դատարան, այսինքն 8 ամսվա քրեակատարողական հիմնարկում գտնվելու պաշար վարքագիծը պետք է ավելի քան բավարարի այն կասկածը, որ Վագն Չախալյանը նոր հանցագործություն կատարելու որևիցե միտում չունի, չէր կարող ունենալ, որտեղ վերջինս հանցագործ չէ։ Եվ այն, որ սույն քրեական վարույթով այսօր գտնվում է, ինչպես մյուս անմեղ մեղադրյալները մեղադրյալի կարգավիճակում, դա ընդամենը բոլորիս հայտնի է եւ մենք էլ այդ դիրքորոշումն ունենք, որ Վագն Չախալյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում իր հայրենասիրության, իր հայրենիքի համար պայքարի, իր ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար։ Հիմա ուղիչ քրեակատարական հիմնարկից նախքան քրեակատարական հիմնարկի ժամանակահատվածը նայենք հարգելի դատարան։ Քանի որ անձին պետք է բնութագրել ոչ թե ինչ-որ ամիսների կամ վերջի 2-3 տարվա, այդ ամբողջ իր ապրած կյանքի ընթացքում դրսևորված վարքագծով, որովհետև այո, միգուցե ենթադրյալ հանցագործության մեղադրվում է, բայց նախքան այդ մեղադրվելը ինչպիսի կյանք է վարել Վագն Չախալյանը։ Ես մի քանի նիստ առաջ դրան անդրադարձել եմ, բայց կրկին եւ առավել քան գտնում եմ անհրաժեշտ է այդ հարցը այսօր արծացել։ Վագն Չախալյանը այն անձնավորությունն է, որ հայ ազգի բարօրության համար օտար երկրում, Վրաստանի Հանրապետությունում, տվյալ երկրի այն նախագահի դեմ, ով այսօր հանցագործությունների համար քրեակատարողական հիմնարկում պատիժ է կրում, ունեցավ այն համարձակությունը, որ բարձրացնի դպրոցներում հայոց լեզվի շարունակելու եւ հայ երեխան, հայ մարդը դպրոցում հայերեն լեզվով իր կրթությունը ստանալու կարևոր, շատ կարևոր հանգամանքը պատվարժան դատարան։ Ինչի համար էլ մի քանի տարի քրեակատարողական հիմնարկում պատիժ կրեց, որի ընթացքում նաև ոչ միայն ընտանիքը իր մերձավոր ազգականների հետ ուժեցին, այլ նաև ֆինանսական, այդ նաև տան կորցնելու հանգամանքը, որ նշեց Վագն Չախալյանը, որովհետև այո, եթե չեմ սխալվում 5 տարի գտնվելով ուղիչ հիմնարկում, 5 տարին դա մի ամբողջ մարդկային կյանք է։ Դրանից հետո Վագն Չախալյանը եւ մինչեւ այդ էլ, բայց դրանից հետո առավել եւս ընտանիքով տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն։ Որտեղ որ նրա համար որ Հայաստանի Հանրապետություն պայմաններն ավելի լավ էին, որտեղ այն ժամանակ արդեն իսկ գործող նախագահը չկար, որ հիմա քրեակատարական հիմնարկում է գտնվում։ Սակայն թողնելով առավել ավելի լավ պայմանները իր կյանքի Վրաստանի Հանրապետություն տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն։ Եվ Հայաստանի Հանրապետությունում վերջնականապես ամրագրվելով իր ընտանիքով, որտեղ որ մերձավոր ազգականներից ոչ մեկ չի գտնվում, բոլորը գտնվում են Վրաստանի Հանրապետությունում։ Եվ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ այն բոլոր որոշումները, այն բոլոր իրավակարգավորումները, որոնք որ ի վնաս էին Հայաստանի Հանրապետության պետականությանը, հայ ժողովրդին, վերջինս իր անբասիր կամքով իր ընկերների հետ իր ուրույն պայքարը շարունակեց եւ շարունակում է առ այսօր, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում գործի արդարադատությունը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում Ստամբուլյան կոնվենցիա կամ նմանատիպ այդ կոնվենցիաները իրենց վնասակար հետևանքները չթողնեն։ Այսինքն անձը իր վարքագծով դրսևորել է միայն եւ միայն արդարամիտ, ազգանվեր, հայրենանվեր կյանք, գործունեություն։ 44 օրյա պատերազմին իր ուրույն մասնակցությունը ունեցավ, որ կարող էր չգնալ, կամավոր ամրագրվեց եւ մասնակցեց պատվարժան դատարան։ Հիմա Վագն Չախալյանի կողմից իր ապրած կյանքում լինելով գրողների միության անդամ, սպորտի վարպետ, այս
իր ամբողջ ապրած կյանքով, հայրենիքին մատուցած ծառայություններով, որ երբևիցե հանցագործություն չի կատարել, եթե ենթարկվել է քրեական պատասխանատվության անհիմն, ապա միմիայն ենթարկվել է քաղաքական հետապնդման արդյունքում, որովհետև այդ հետապնդումն արել են, որպեսզի լրացնեն Վահագն Չախալյանին ի օգուտ, ի բաղարություն իր ազգի հայրենիքի գործունեություն ծավալելու։ Հիմա այդ ամբողջը պիտի հաշվի չառնենք, հարգելի դատարան, եւ պիտի չհաշվենք այն հանգամանքը, որ 3 ամսվա մեջ քրեակատվական հիմնարկում որևիցե միջադեպ, որևիցե հարց չի ծագել։ Արդյոք չեմ ասում, որ ընդհանրապես արկա չեն եղել, բայց արդյոք չի նվազել Վահագն Չախալյանի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը, որը դրված է միակ այդ հանգամանքն է դրված որոշման հիմքում, որ այո, երկարաձգվում է Վահագն Չախալյանի կալանքի ժամկետը խափամիջոցի, քանի որ նոր հանցանք կատարելու հավանականություն կա։ Եվ այն հարցին հանրային մեղադրողի եթե իրավաչափության փոփոխություն չի եղել առ այսօր, ապա մենք առարկում ենք, եթե եղել է կներկայացնեն, ապա չենք առարկում։ Հիմա հռետորական հարց որպես այդպիսին։ Արդյոք 8 ամսվա քրեակատվական հիմնարկում դրսևորած վարքագիծը եւ արդյոք միջև այնտեղ հայտնվելու ապրած կյանքը դրանք որևիցե իրավաչափության կշիռ չունեն իրավական եւ բարոյական առումով։ Պատվարժան դատարան։